առանցքը եւ ողնաշարը եղել է D30 հրանոթը։ Այստեղ համոզված եմ բազմաթիվ մարդիկ Պարոն Միքայելյանի գլխավորությամբ գիտեն այդ մանրամասները, ինչա D30-ը, ինչա D20-ը, ինչա եւ ճիշտ եմ ասում հրամանատար։ Չէ որ D30-ն է եղել մեր բանակի հրետանու առանցքը։ Դե, այսինքն մեր հրետանային թիվ 1 միջոցը, գիտեք, Սուվորովն է, չի ասել, որ հրետանին, թե չէ, գերմանացի տեսաբանն է ասել, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Այսինքն մեր աստվածը եղել է D30 հրետանի, D30 հրանոթը։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը D30 հրանոթ, որը գործարանում արտադրված է եւ մատակարարված է Հայաստանի Հանրապետությանը։ Կարաք ասեք երբ ունեցել։ Առաջին անգամ, որ պատկերացրիք չէ, Զավացկո ենք, չէ ասում, յուղը վրեն D30 հրանոթ, առաջին անգամ, որ թվին ունեցած կլինի Հայաստանի Հանրապետությունը։ Կարաք ասեք, ես ասեմ 2023 թվականին։ 2023 թվականին 2023 թվականից առաջ մենք ոչ միայն D30 հրա, Սերժ Սարգսյանը որ ասել է 80-ականների սենքեր, գլուխ է գոված է ժողովուրդ ջան, 80-ականների չի եղել, 70-ականների է եղել, 60-ականների է եղել, 50-ականների է եղել, եւ առաջին անգամ ու մեր զենքի 70-80% այդ վիճակի է եղել։ Մենք այդ զենքերին փող չենք տվել առել, ժողովուրդ ջան, փող չենք տվել առել։ Նվեր ենք ստացել, ավելի ճիշտ, դուրս գրելու ենթակա է եղել եւ տվել են մեզ։ Հիմա ես ձեզ ուրիշ բան եմ խնդրում եւ խորհուրդ տալիս եւ առաջարկում։ Վաղ չեմ մյուս օրը լնելու է զորահանդես։ Այսօր չնայած գլխավոր փորձն է ալնելու, ենթադրում եմ արդեն մեր ժողովուրդը համացան ձերը մեզա լցվելու։ Բայց ես խնդրում եմ ձեզ զորահանդես, նախ արձանագրենք, որ առաջին անգամ մենք ենք եղել D23 թվին, որ մենք D30 արտադրողի առաջին օգտագործողն ենք, առաջին, այսինքն մեզնից առաջ ոչ մեկ դրանից չի կրակել։ Երկրորդը զորահանդեսի ժամանակ ուշադրություն կդարձնենք մի բանի։ D30 հրանոթի չափերը կնայեք, չափերը ուղղակի ֆիզիկական։ Եվ այն նոր հրետանին, որը մենք ունենք, նրա չափերը կնայեք։ Մենակ չափերի ֆիզիկական համեմատությունից ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Թե ինչ ասելա բանակ։ Եվ միջայլոց նախորդ ամիս Էրեբունի վարչական շրջանում մի քաղաքացու հետ ունեցած խոսակցություն այդ զորահանդեսի ամբողջ սցենարը ինձ համար փոխեց։ Որովհետև քաղաքացիները խոսում էր բանակը քանդեցիք, բանակը չկա, ասի լսեք, զորահանդես ենք անելու, կգաք կտեսնեք, կգնաք։ Ասեց գիտեմ ինչ եք անելու էլի, ասի ինչ ենք անելու։ Ասեց սա ստից մակետներ, մուլյաժներ եք սարքելու, բերեք կամերաների դեմով անցկացնեն։ Ահավոր ծանր տարա այդ խոսակցությունը, բացի լավ, ինչ անեմ, ես պետք է չեմ կարող ասա թույլ տամ, որ մարդիկ սենց բան մտածեն, ու կթա լուծումը։ Հիմա այս անգամ զորահանդեսի ամբողջ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա Հանրապետության հրապարակով կանցնի եւ կգնաք ամբողջը կկանգնի Տիգրան Մեծ պողոտայում, դա հրապարակից գիտեք, Դուսեկոց պողոտանա, մինչև ժամը 12-ը կեսգիշեր կմնան դեղ, որ ձե ում մտքով անցնի գա նայի։ Իհարկե չեմ կարող թույլ տան կնոկեքին ծխմեք։ Դե չէ բանավանդ երեխեք ասում եմ մեկ է պատահական մի հատ կրակեն խայտառակ կլինի, որպեսզի դուք տեսնեք ձեր նոր բանակը եւ հպարտ զգաք ձեզ ձեր նոր բանակով։ Իմիջայլոց մենք ամեն ինչ չէ, որ կարողանալու ենք Տիգրան Մեծ պողոտայում տեղավորել։ Հիմա համացանցում արդեն կա, այնտեղ անօթաչու թռչող սարքեր կան, որը թռիչքների լայնությունը այնքան մեծ է, որ Տիգրան Մեծ պողոտա չի մտնի հրապարակի կողմից, ինքը հրապարակ չէր էլ գալիս։
Ինձ մեր պաշտպանության նախարարությունը ասում էր լավ էլի չենք կարող այդ վերենք։ Չէ, ասի չէ, պետքա ժողովուրդը դա տեսնի։ Հիմա ստիպված քանդում է, բան չի վնասվի ժողովուրդ ճանչանալ։ Այսինքն թևերը հանում են, բերում են, տեղադրում են, բայց դա մնալու է հանրապետության հրապարակում։ Դուք տեսնելու եք նոր հագուստը մեր բանակի, դուք տեսնելու եք